թե ինչպես եկան բարոնի հախից։ Լատիշական հեքիաթ։ Մի չար բարոն է լինում։ Մի անգամ նա գնում է ելգավ ու հանդիպում մի գյուղացու, որը 7 սագ է տանում ծախելու։ Բարոնն իր կառապանին հրամայում է կանգնեցնել ձիերին ու հարցնում է գյուղացուն. Այդ ինչ ես տանում։ 7 սագ, պարոն բարոն։ Ինչքան ես ուզում սագերիդ համար, նորից է հարցնում բարոնը։ Հատի համար 1 տալլեր, պատասխանում է գյուղացին։ Բարոնը կառապանի ձեռքից խլում է մտրակն ու տուր թե կտաս գյուղացուն։ Հետն էլ ասում է. «Առ քեզ անամոթ, առ քեզ 7 տալլեր, սրան տեսեք»։ Հետո հրամայում է սագերը խլել գյուղացուց և մեկնում է, առանց մի գրոշ վճարելու։ Որոշ ժամանակ անց բարոնը որոշում է մի խրձանոց սարքել և գնում է հյուսն փնտրելու։ Գյուղացին իմանում է այդ մասին, գալիս է կալվածատիրոջ մոտ, ներկայանում որպես հյուսն և ասում. Ես գիտեմ, թե խրձանոցը որտեղ պետք է կառուցել։ Տեղը շատ լավն է, ամեն կողմից քամի է փչում։ Նրանք գնում են խրձանոցի տեղը նայելու ու ծառային էլ իրենց հետ են տանում։ Մի քիչ գնալուց հետո գյուղացին ասում է. Այս սա լավ տեղ է խրձանոցի համար։ Ու հանկարծ հիշում է. Վայ, արշինը նստարանի վրա եմ մոռացել։ Թող ծառան վազի ու բերի։ Իսկ գյուղացին իր բաճկոնի տակ մի մտրակ էր պահել։ Հենց որ ծառան գնում է, նա գետնին է գցում բարոնին ու սկսում է ծեծել մտրակով։ Տուր 7 տալլերս, հենց հիմա տուր իմ 7 տալլերը։ Մի լավ ծեծում է բարոնին ու փախչում։ Շուտով վերադառնում է ծառան ու տեսնում, որ իր բարոնը ընկած է գետնին։ Բարոնն ասում է. Գնա ձի բեր, ես հիվանդացել եմ։ Որոշ ժամանակ անց գյուղացին հագնում է թափառական շրջիկ բժշկի պես և գալիս է բարոնի մոտ։ Ասում է. Ես պատահաբար իմացա, որ բարոնը հիվանդացել է։ Շոշափում է նրա զարկերակն ու ասում. Ախր բարոնը վախից է հիվանդացել։ Հա, ճիշտ է, ասում է բարոնը։ Պետք է տաք բաղնիքում կրակ վառել, հետո երակը բացել ու կեղտոտ արյունը բաց թողնել։ Բարոնը հրամայում է բաղնիքը վառել և բժշկի հետ միասին երկուսով գնում են բաղնիք։ Բայց հակառակի պես բժիշկը իր գործիքը մոռացել էր դղյակում։ Ծառային ուղարկում են գործիքը բերելու։ Մինչև ծառան ետ կգար, գյուղացին մի լավ քոթակում է իր 7 տալլերի դիմաց բարոնին և իհարկե անհետանում։ Մի գեղեցիկ օր, երբ բարոնն արդեն լավացել էր, խալաթը հագին կանգնել էր պատուհանի մոտ, հանկարծ տեսնում է, որ կալվածքի մոտով ձի հեծած սլանում է իրեն ծեծող գյուղացին։ Բարոնը գոռում է, որ բռնեն չարագործին։ Բոլորը, ով որ կար տանը, աղախնից մինչև բարոնուհի, ամեն մեկը մի բան է վերցնում, որը փոცხ, որը եղան, որը բահ և վազում են գյուղացուն բռնելու։ Իսկ գյուղացին թաքնվում է տարեկանի արտի մեջ։ Հետո խոհանոցի միջով մտնում է բարոնի սենյակն ու խալաթը հանելով նրա վրայից սկսում է մտրակով ծեծել, ասելով. Տուր 7 տալլերս, հենց հիմա տուր 7 տալլերս։ Ու այսպես 7 տալլերի պատճառով բարոնը 3 անգամ ծեծ է ուտում։